Ողջույն բոլորին, բարի գալուստ օժտվածը դասընթացի 5-րդ դասին։ Այսօր խոսելու ենք տնտեսվարության մասին։ Եկեք կարդանք առաջին Կորինթացիների 4:1 խոսքը։ Պողոսն ասում է. «Թող ամեն մարդ այսպես համարի մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ տնտեսներ։ Ինչու տնտեսներ։ Մի քանի րոպեից կպարզենք, թե ինչ տնտեսերն է, իսկ հիմա խոսենք այս բառի մասին։ Այն հիմա հաճախ չի գործածվում մեր հասարակությունում, ուստի եկեք բացենք բառարանը եւ ուսումնասիրենք հունարեն սահմանումը։ Բառարանը տնտեսվարել բառը սահմանում է որպես ինչ-որ մեկի հոգացությանը վստահված, ինչ-որ բան զգուշությամբ եւ պատասխանատվությամբ կառավարել։ Հունարեն բառարան։ Նույնիսկ չեմ փորձի արտաբերել հունարեն բառը, սակայն կտեսնեք այն ձեր էկրաններին։ Մեկը, ով ունի իշխանություն եւ պատասխանատվություն որևէ բանի վրա։ Մեկը, ով պատասխանատու է, ղեկավար կամ կառավարիչ։ Կառավարիչ, լավ բառ է։ Տնտեսվարը 3 հիմնական բանով է զբաղվում։ Առաջինը, նա վերահսկում է այն, ինչը պատկանում է մեկ ուրիշին։ Ստացվում է, որ ես պատասխանատու եմ մի բանի համար, ինչը պատկանում է մեկ ուրիշին։ Երկրորդը, իրավասու է կառավարելու այն, ինչը վստահված է իրեն։ Եվ երրորդը, կրում է պատասխանատվություն։ Նա հաշվետու է սեփականատիրոջ առջև։ Ակնհայտ է, որ սեփականատերը անմիջական վերահսկողություն եւ մանրակառավարում չի անում։ Այդուհանդերձ, ձեզ վստահված է ինչ-որ բան եւ ձեզնից ակնկալվում է դրա հետ վարվել այնպես, ինչպես սեփականատերն է ցանկանում։ Լավ, ինչ օրինակով կարող ենք բացատրել սա։ Մեր ծառայության ֆինանսների կառավարիչը մենք փոքրիկ ֆոնդ ունենք, որի միջոցով հոգում ենք մեր աշխատակիցներից յուրաքանչյուրի կենսաթոշակի հարցը։ Ունենք ֆինանսական մասով կառավարիչ, ով կառավարում է մեր ներդրումները այն ֆոնդերի մեջ, որոնք տալիս ենք մեր լրիվ դրույքով աշխատակիցներին։ Ես, որպես Messenger International-ի աշխատակից, գրեթե չեմ գնում ֆինանսական մասով կառավարչի մոտ հարցով, թե որ բաժնետոմսերի կամ կառավարման ֆոնդերի մեջ է ներդրում անում։ Դա իմ հոգը չէ։ Ես գիտեմ, որ նա ունի 40 տարվա փորձ եւ վստահում եմ նրան։ Իսկ եթե նայենք Աստվածաշնչին, կտեսնենք Հովսեփի օրինակը։ Հովսեփն իր ճանապարհը սկսեց որպես ստրուկ, ծառա ինչ-որ մեկի տանը։ Սակայն պետափրեսը տեսավ, որ նա շատ իմաստուն է։ Նրա կյանքում գործում էր Աստծո իմաստությունը եւ պետափրեսը դարձրեց նրան իր ամբողջ տնտեսության կառավարիչը։ Աստվածաշնչում գրված է, որ պետափրեսը տեղյակ չէր իր տան տնտեսության կառավարումից, այլ միայն ուտում եւ քնում էր։ Ուրեմն նա վստահում էր Հովսեփին, նա նրան դարձրեց տնտես եւ Հովսեփը սկսեց կառավարել այն ամենը, ինչը պատկանում էր պետափրեսին, հօգուտ պետափրեսի։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչի մասին էր խոսում Պողոսը, երբ ասում էր. «Թող ամեն մարդ այսպես համարի մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ տնտեսներ»։ Կարդանք ավարտում միտքը։ Թող ամեն մարդ այսպես համարի մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ տնտեսներ։ Այստեղ ուշադիր եղեք, Աստծո խորհուրդների տնտեսներ։ Ուստի նա ասում էր. «Ես տնտեսվարում եմ Աստծո խորհուրդները»։ Ինչի մասին էր խոսքը։ Պողոսին տրված էր հայտնության, Աստծո շնորհքի, Հիսուս Մեսիայի մասին հայտնելու պարգև։ Եվ նա տնտեսվարում էր այն, հասցնելու այդ հայտնությունը դեպի հեթանոսները։ Նա կրում էր պատասխանատվություն։ Հիմա պատկերացրեք, որ նա այդ պարգևը տնտեսվարում էր այնպես, ինչպես Հովսեփն էր տնտեսվարում պետափրեսի պատկանելիքները, ինչպես ֆինանսական պլանավորման մասնագետն է տնտեսվարում մեկ ուրիշի ֆինանսները, ով մանրակառավարում չի անում։ Ահա թե ինչ, Աստված ձեզ տալիս է պարգև եւ ասում. «Դու իմ կարողության տնտեսն ես»։ Սա այն է, ինչ Պողոսն է ասում. «Ես Աստծո պարգևների տնտեսն եմ»։ Իսկ ինչպես է սա կիրառվում մեր պարագայում։ Հիմա կհստակեցնեմ։ Լսեք, թե ինչ է ասում Պետրոսը Պետրոսի առաջին թղթի 4:10-ում։ Ամեն մեկդ ինչպես որ շնորհք է ընդունել, հունարենում շնորհքը խարիզմա բառն է, այն իրար մատակարարեք։ Ուրեմն կառավարեք այն, բաշխեք այն։ Ինչպես Աստծո կերպ շնորհքների լավ տնտեսներ։ Ահա թե ինչ։ Ես գիտեմ մի բան. մենք կարող ենք ընտրել այդ պարգևն օգտագործել միայն ինքներս մեր օգտի համար կամ ուրիշների օգտի համար, արքայությունը կառուցելու համար։ Մենք տնտեսներ ենք։ Մենք ընտրում ենք։ Մենք հաշիվ ենք տալու, թե ինչպես ենք արել դա։ Առանցքային կետը սա է։ Դուք ունեք պարգև կամ պարգևներ, այդ պարգևները շնորհքի հատուկ օժտումներ են, որոնք տալիս են ձեզ հատուկ կարողություններ, եւ ինչպես Պողոս առաքյալը մենք էլ այդ պարգևների տնտեսներն ենք։
Ձեր պարգևների եւ դրանք լավ տնտեսվարելու կարեւորությունը հասկանալու համար եկեք ուսումնասիրենք Պողոսի մոտեցումը որպես օրինակ։ Տեսնենք, թե ինչպես էր նա անցալում տնտեսվարության գաղափարը։ Կորինթացիների առաջին թղթի 9-ի 16-ում եւ 17-ում Պողոսն ասում է. «Եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, որովհետեւ դա հարկ է դրված ինձ վրա։ Եվ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Եթե հոժար կամքով անեմ այս, վարձք ունեմ, իսկ եթե ակամա, տնտեսությունը հանձնված է ինձ»։ Այստեղ շատ բան է պարունակված։ Լավ, նախ եւ առաջ նա ասում է. ինձ վրա հարկ կա դրված։ Երբ Աստված ձեզ տալիս է իր պարգևներից մեկը, երկուսը, երեքը կամ որքան էլ որ տալիս է, նա տալիս է իր կարողությունը։ Եվ կա անհրաժեշտություն, որ մենք այդ պարգևը լավ օգտագործենք արքայությունը կառուցելու համար։ Եվ իրականում հաշիվ ենք տալու, թե ինչպես ենք այն օգտագործել։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ Պողոսն ասում է. «Վայ ինձ, եթե ճիշտ չօգտագործեմ այդ պարգևը, եթե չքարոզեմ ավետարանը»։ Վայ բառի կիրառությունը հետաքրքրական է։ Հունարեն համարժեքը հետևյալ իմաստն ունի։ Բառարաններից մեկում այն սահմանվում է որպես աղետ, սարսափ։ Մեկ այլ բառարան այն սահմանում է, սրանք հունարեն բառարաններ են, որպես վշտի եւ վրդովմունքի ձայնարկություն։ Այս բառի բոլոր կիրառությունները նոր կտակարանում մատնանշում են լուրջ եւ սարսափազդու դատաստան։ Լավ, հասկանում եմ, որ միգուցե հիմա վախեցնում եմ ձեզ։ Իրականում վախեցնել չեմ ցանկանում, այլ ցանկանում եմ, որ մեր մեջ լինի Տիրոջ առողջ երկյուղը։ Այսօր այնքան շատ են շեշտադրում, որ մենք Աստծո զավակներ ենք, երբեմն չափից շատ ենք շեշտադրում դա, անտեսելով, թե ինչի համար ենք կանչված։ Հիշում եք Եփեսացիների 2:8-10 խոսքերը։ Դուք փրկված եք շնորհքով լինելու Աստծո զավակ, սակայն նույն այդ շնորհքով դուք նաև զորացած եք ինչ-որ բան անելու։ Պետք է սա ներարկեք ձեր հոգեբանության, ձեր մտածելակերպի մեջ։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարանը Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Ճիշտ այնպես, ինչպես կանչված եք լինելու Աստծո զավակ, նույնպես կանչված եք ինչ-որ բան անելու։ Եվ այդ բանն անելիս պատասխանատու եք հնազանդության համար։ Այլ կերպ ասած, եթե անտեսեք դա, թույլ տվեք մի օրինակ բերել։ Ես հավատացած եմ, որ Ուիթնի Հյուսթոնը կանչված էր միլիոնավոր մարդկանց առաջնորդելու Աստծո ներկայության մեջ։ Նա ուներ եթերային ձայն։ Ամեն անգամ, երբ նա երգում էր, ես փշաքաղվում էի։ Նա ուներ մարդկանց առաջնորդելու գերբնական կարողություն։ Հարցն այն է. արդյոք նա օգտագործեց այդ պարգևը արքայությունը կառուցելու, թե այլ նպատակների համար։ Նպատակս Ուիթնիին դատելը չէ, ես նրա դատավորը չեմ, ասածս այն է, թե ինչպիսին է լինելու նրա պատմությունը իր պարգևի գործածության մասին, երբ դատաստանի աթոռի առջև կանգնի։ Սրա մասին գուցե ավելի մանրամասն խոսենք հաջորդ դասին։ Մենք պետք է հետևյալը հասկանանք. Աստված մեր հանդեպ մանրակառավարում չի անում։ Նա տալիս է մեզ պարգևը եւ ասում. հիմա դու պետք է գտնես իմ սրտի ցանկությունը եւ իմանաս ինչպես օգտագործել պարգևը։ Այստեղ կա փնտրտուք, դրա մասին խոսելու ենք գալիք դասերից մեկի ընթացքում, իմ սեփական օրինակով ասեմ։ Հիշում եմ, երբ Աստված խոսեց ինձ հետ։ Երբեք չեմ մոռանա։ Կարող եմ փակել աչքերս եւ պատկերավոր մտաբերել ամեն վայրկյանը։ Առավոտյան ժամը 6-ն էր։ Այդ ժամանակ իմ եւ Լիզայի ավտոմեքենան շատ հին էր։ Երբ փակում եմ աչքերս, այն անմիջապես աչքիս առջև է գալիս։ Այդ ավտոմեքենայի շուրջը քայլում էի հեռավոր մի վայրում։ Եվ Աստված ասաց. որդիս, ես ցանկանում եմ, որ դու գրես։ Հիշում եմ, թե որքան թեթև մոտեցա դրան, մտածելով. Աստված, դու սխալ մարդու ես դիմում։ Ես գրել չեմ կարող, ես չեմ կարող անել դա։ Եվ հիշում եմ, թե ինչ ասացին ինձ այդ կանայք 10 ամիս անց։ Ասացին. Ջոն, եթե չգրես այն, ինչ Աստված տվել է քեզ գրելու, նա այդ ուղերձն ուրիշին կտա, եւ մեկ օր դու դրա համար պատասխան կտաս։
Այժմ մտածում եմ, իսկ ինչ, եթե ես չգրեի։ Ինչ, եթե գործի չդնեի այդ պարգևը։ Սատանայի խայծը գիրքը կտրվեր մեկ ուրիշին։ Նայում եմ Սատանայի խայծը գրքին։ Այժմ այն թարգմանված է ավելի քան 100 լեզուներով։ Վաճառքը հասնում է 2 միլիոնի։ Այնքան շատ մարդիկ են գրել մեր ծառայությանը ասելով, որ այն բառացիորեն ազատել է իրենց վիրավորանքից, չներումից, դառնությունից եւ հակառակությունից։ Իսկ ինչ կլիներ, եթե չգրեի։ Եթե ինձ հանդիպեիք, երբ 25 տարեկան էի, եւ պատմեիք, թե ինչպես է Աստված ուղարկելու ինձ տարբեր երկրներ գրելու պարգևի միջոցով, ես ծիծաղելով դուրս կհրավիրեի ձեզ։ Սակայն երբ Աստված խոսեց ինձ հետ, նա պարգև ազատ արձակեց եւ փոխանցեց ինձ։ Իսկ ինչ, եթե ես չանեի դա։ Ահա թե ինչու է այս ամենն այդքան կարևոր։ Ավելին կխոսենք այս մասին 7-րդ եւ 8-րդ դասերի ժամանակ։ Ահա թե ինչու է այդքան կարևոր Աստծուն փնտրելը, հավատքով ջանասիրաբար փնտրելը։ Քանի որ երբ փնտրում ենք նրան, նա այս ամենը բացահայտում է մեզ համար։ Լավ, եկեք մի պահ վերադառնանք Պողոսին։ Պողոսը քաջատեղյակ էր, որ Աստված իրեն արժեքավոր մի բան էր վստահել։ Եթե նա դա պատշաճ ձևով չկառավարեր, ուրիշները օգուտ չեն քաղի դրանից։ Եվ նույնիսկ կկորցնեին այն, ինչ Աստված ցանկանում էր, որ ունենային։ Հետևաբար նա հասկանում էր, որ պարգևն իր համար չէր տրված, պարգևը իր միջոցով տրված էր ուրիշներին։ Նույնը վերաբերում է ինձ եւ ձեզ։ Աստված ձեզ պարգևներ չի տվել ձեզ համար։ Իմ քարոզելու կարողությունը, իմ գրելու կարողությունը ինձ համար չեն, ձեզ համար են։ Երբ իսկապես հասկանում եք սա, սուրբ երկյուղ եք վերապրում, ոչ թե մտածում եք, ես իսկապես լավ եմ քարոզում, տեսեք թե ինչ լավ եմ քարոզում։ Դուք այդ ճանապարհով չեք գնում, այլ գիտակցում եք, մեկ րոպե, իսկապես շատ կարևոր է, որ այս պարգևը լավ տնտեսվարեմ, քանի որ այն ինձ համար չէ, այլ ուրիշների։ Արդյունքում մարդիկ կամ օգուտ կքաղեն, կամ էլ պակասություն կունենան, եթե ես հավատարիմ չգտնվեմ։ Ահա թե ինչու է Պողոսն ասել։ Նա ասել է. եթե կամովի անեմ սա, ապա վարձք ունեմ։ Սակայն եթե նույնիսկ իմ կամքին հակառակ եմ անում, այլ կերպ ասած դժկամությամբ եմ անում, միևնույն է, ավելի լավ է անեմ, քանի որ ինձ տնտեսվարություն է վստահվել։ Երբ խոսքը գրելու մասին է, ինչ կստանայի այդ պարգևը գրելն ինձ համար տանջանք էր։ Սակայն ստանալուց հետո առավոտյան սկսում էի գրել եւ անverջ գրում էի, իսկ հետո հիշում էի, որ այլ բաներ էլ ունեմ անելու։ Դա ինձ ուրախություն է պատճառում։ Ես հոժարությամբ եմ գրում, քանի որ երբ գրում եմ, մտածում եմ ձեր մասին։ Գրելիս չեմ մտածում միջազգային ամենալավ վաճառվող գիրք ստեղծելու, ամեն օր գրքերս տարածելու մասին։ Դա չէ իմ մտադրությունը։ Ես մտածում եմ, Տեր, սրա միջոցով դու փոխելու ես մարդկանց կյանքերը։ Դու սա դրել ես իմ կյանքում մյուս մարդկանց համար։ Նրանց համար, ովքեր ապրում են Իրանում, Չինաստանում, Կորեայում, Արևելյան Եվրոպայում։ Այսպես կարող եմ երկար շարունակել, դա է սրտումս։ Հիմա թույլ տվեք մի բան ասել։ Այդպես չէր, երբ նոր էի սկսել գրել։ Հիշում եմ առաջին գիրքը, որ գրեցի։ 1 տարի պահանջվեց այդ գիրքը գրելու համար։ Եվ ուղարկեցինք հրատարակչին։ 2 հրատարակիչների ուղարկեցինք եւ երկուսն էլ մերժեցին։ Այն գրելու համար պահանջվեց մի ամբողջ տարի։ Ուղարկեցի այն 2 տարբեր հրատարակիչների, մեկն ընդհանրապես չպատասխանեց, մյուսն ասաց, որ իրենք հրատարակում են միայն հայտնի հեղինակների գրքերը։ Բացի այդ, բոլորովին չեն հավանում իմ գիրքը։ Ասացին նաև, թե ինչու չէին հավանում։ Արդյունքում ես ինքս հրատարակեցի այն, ինչից հետո գնացի 80-100 անդամ ունեցող եկեղեցիներ եւ վաճառեցի։ Ուղերձը հպվում էր մարդկանց սրտերին ու խոր ազդեցություն թողնում կյանքերի վրա։ Արեցի դա, քանի որ գիտեի, որ կանչված եմ դա անելու, եւ ասացի, Աստված, եթե կամենում ես, որ ընդամենը 100 մարդ կարդա այն, ապա թող այդպես էլ լինի։ Սրտումս զգում էի, որ պետք է շարունակեի, սակայն դեռևս այնուհետև գրեցի երկրորդ գիրքս ու հիշում եմ, երբ գրեցի, Աստվածաշնչյան դպրոցի ուսուցչուհիս կարդաց եւ խիստ քննադատեց։ Հիշում եմ, թե ինչպես մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց իմ առաջին 2 գրքերից մեկի մասին։ Ընկերներիցս մեկն էր, ասաց, որ չափից շատ սուրբ գրային խոսքեր եմ մեջ բերում։ Հիշում եմ, թե ինչպես մի գիշեր հատակին պառկած գրեթե 30 րոպե նայում էի առաստաղին ու մտածում, այնքան շատ ժամանակ եմ վատնել, միտքս ռմբակոծվում էր նման զգացումներով։ Ես զախողակ եմ։ Ոչ մի հրատարակչի պետք չէ գիրքս։ Ոչ ոք հետաքրքրված չէ դրանով։ Սակայն մտածում էի նաև, արդյոք հնազանդվել եմ Աստծուն։ Այո, այդ պարգևը կա իմ կյանքում։ Այո, արդյոք այն օգնում է մարդկանց։ Այո, շատ լավ, այդ դեպքում պարզապես շարունակիր առաջ գնալ։
Եվ հիշում եմ, երբ հասանք 3-րդ գրքին, ընկերներիցս մեկն ինձ ճաշի հրավիրեց, ամբողջ կյանքում կհիշեմ դա։ Երբ գնացի ճաշին, նրանք սեղանի շուրջ նստած էին։ Նրա հետ մի մարդ կար այն հրատարակչություններից մեկից, ում նախկինում չէի հանդիպել։ Նա ղեկավարում էր այն հրատարակչությունը, որն ինձ մերժել էր։ Մերժումից 3 տարի էր անցել։ Նա ասաց. «Ջոն, երբ գնում ես եկեղեցիներ, ինչ ես քարոզում»։ Ես սկսեցի պատմել վիրավորանքի մասին ու հիշում եմ, թե ինչպես նա նայեց ինձ եւ ասաց. «Դու գիտես, որ մենք երբեք չենք կարող հրատարակել քո գիրքը»։ Դու դա գիտես, ճիշտ է։ Մենք երբեք չենք կարողանա հրատարակել գիրքդ։ Ասացի. այո, ես չեմ փորձում համոզել, որ հրատարակեք։ Դուք հարցրեցիք ինձ, թե ինչի մասին եմ քարոզում։ Օ, ճիշտ է, կարծես հիշեցիր հարցը եւ ասաց. այո։ Ես շարունակեցի վիրավորանքի մասին իմ ուղերձը։ 15 րոպե անց ճաշի ընթացքում նա նայեց ինձ ու ասաց. Ջոն, կարող ես ինձ տալ բնագիրը։ Ասացի. ինչի համար։ Ասաց. ուզում եմ հրատարակել։ Կարծում էի, թե ասացիք, որ չեք կարող հրատարակել։ Նա ասաց. ոչ, սա պետք է տարածվի աշխարհում։ Հիշում եմ, նա հրատարակեց գիրքը, բայց վաճառք գրեթե չունեցավ։ Հետո այնպես պատահեց, որ 1985 թվականի հունվարի 18-ին գնացի մասնակցելու մի միջազգային թոք-շոուի։ Հիշում եմ, որ պետք է 20 րոպե խոսեի։ Այդ հրատարակիչն էր կազմակերպել, որ մասնակցեմ։ Ես էլ մտածել էի, որ կգնամ։ Ցանկանում էին, որ մեծ մասամբ խոսեմ կնոջս ու երեխաներիս մասին։ Ինձ 20 րոպե էին տրամադրելու։ Ասել էին, որ սկզբի համար կարող եմ նշել նաև գրքիս մասին։ Ես համաձայնել էի։ Ուրեմն գնացի հաղորդմանը եւ երբեք չեմ մոռանա։ Հաղորդավարը ձեռքում պահեց Սատանայի խայծը գիրքը ու ասաց. «Ինչ է Սատանայի խայծը»։ Ես բացեցի բերանս եւ հաջորդ 40 րոպեներին խոսեցի այդ թեմայից։ Աստծո օծությունը ողողեց ամբողջ ստուդիան։ Աշխատակիցները ոչ մի անգամ չակնարկեցին, որ ժամանակը սպառվել է։ 40 րոպե անդադար խոսեցի։ Հաջորդ օրը Ամերիկայի բոլոր գրախանութներում սպառվեցին գրքի օրինակները, իսկ հաջորդող օրերին պատվիրեցին եւս 20,000 օրինակ։ Այն մեծ տարածում գտավ։ Դա տեղի ունեցավ 4 տարի այն բանից հետո, երբ Աստված ասաց, որ գրեմ։ Ինձ համար դա հավատարմության քայլ էր, անելու այն, ինչ Աստված ասել էր ինձ, ու գրի առնելու այդ ուղերձը։ Նույնիսկ քննադատությունների պարագայում ես մտածում էի. Աստված, ես պարզապես կհնազանդվեմ քեզ։ Իհարկե, հիմա ակներև է, որ նա ինձ տվել է գրելու պարգև եւ գրքերը վաճառվում են տասնյակ միլիոնավոր օրինակներով, ավելի քան 100 լեզուներով ամբողջ աշխարհում։ Այնքան կարևոր է, որ պարգևի հավատարիմ տնտեսներ լինենք։ Եթե հավատարիմ տնտեսներ լինենք, Աստված այնպես կանի, որ այն աճի, ինչպես ինքն է հարմար գտնում։ Եվ հիշեք, որ Աստված չի վարձատրում այնպես, ինչպես մարդիկ։ Հնարավոր է դուք ձեր պարգևով մեկ մարդու հասնեք ամբողջ կյանքի ընթացքում, ինչն այդ մարդուն օգուտ կտա եւ կտանի դեպի արքայությունը, իսկ այդ մեկ մարդը ազդեցություն կունենա միլիոնավոր մարդկանց կյանքերում։ Մեկ օր, երբ կանգնեք Հիսուսի առջև, նա առատորեն կվարձատրի ձեզ, ցույց տալով բոլոր այն հոգիներին, ում վրա ազդեցություն եք թողել։ Դուք կասեք, որ երբեք չեք տեսել այդ մարդկանց, մինչդեռ իրականում ձեր պարգևով ազդեցություն եք թողել այն մեկի վրա, իսկ այդ մեկը միլիոնների վրա։ Դուք չեք պատկերացնում Աստծո մեծ ծրագիրը, Աստծո նախագծած բոլոր բաների ամբողջական ծրագիրը, սակայն կարող եմ երաշխավորել, որ նա կանչել է ձեզ ձեր պարգևով ազդեցություն թողնելու մարդկանց վրա։ Իսկ եթե հավատարիմ գտնվեք, ապա առատությամբ կվարձատրվեք։ Պարգևը կառավարելու գործում ոչ միայն պատասխանատվություն վերցնելն է կարևոր, այլև դրդապատճառը։ Դրդապատճառների եւ միտումների մասին կխոսենք հաջորդ դասին։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։